Գյումրու 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման ժամանակ Սամվել Բալասանյանը հայտարարեց, թե բյուջեն կատարվել է գրեթե 100%-ով, ինչն աննախադեպ է քաղաքի համար, ապա ներկայացրեց, թե ինչ մասնակի թերացումներ են եղել եկամուտների ապահովման մասով։ Ավելի շատ կկատարենք եւ դե իհարկե մենք կարողանանք ավտոկայանատերերի հետ կապված այդ հարցը ուղղակի դատական process-ից դուրս գար եւ վերջնական հարցին լուծում ունենալ եւ նաեւ տրանսպորտի հետ կապված որոշ տրանսպորտային գծեր պետք է իրանք մուծումներ կատարեն, փաստորեն մուծումներ չկատարեցին եւ այդ էր պատճառը։ Այս եւ օրակարգի մի շարք այլ հարցերի Գյումրու ավագանին կողմ քվեարկեց, սակայն քաղաքային զբոսայգի Փակbaşնետիրական ընկերությունը լուծարելու քաղաքապետի առաջարկին ավագանու որոշ անդամներ ընդդիմացան։ Հարցը ներկայացնող Հենրիկ Գասպարյանը նշեց, թե ընկերությունը գրանցված է պետական ռեգիստրում, սակայն ընդհանուր տեղեկություններ չկան այն մասին, թե ինչ գործունեություն է ծավալում այն, ինչ շահույթ հետապնդում եւ այլն։ Քաղաքապետարանում ոչ մի փաստաթուղթ չկարողացանք հայտնաբերել, կանոնակարգ, որևէ այդ ռեգիստրի վկայական եւ այլն։ Մենք նույնիսկ կապնվեցինք ռեգիստրի տարածքային բաժանմունքի հետ, որտեղ նույնպես գրանցումը կար, բայց որոշակի տեղեկատվություն չկարողացանք ստանալ։ Ինչ կա դայքում, համայնքը ինչպիսի սեփականություն ունի, արդյոք այդ կարուսելները ում են եւ այլն եւ այլն։ Մենք պետք է հասկանանք վերջը թե լավ, մենք ունենք տնտեսություն, ունենք զբոսայգի, որը 6 հեկտարի վրա է, այդ ամեն ինչը պետք է պարզաբանվի։ Սակայն ավագանու որոշ անդամներ, ովքեր երկար տարիներ աշխատել են նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, սկսեցին որոշակի հարցեր ուղղել Սամվել Բալասանյանին, թե ընդհանրապես ինչ պատճառով է ստեղծվում լուծարային հանձնաժողով, ինչ է անելու այն եւ ընդհանրապես ինչ անհասկանալի հարցեր կան։ Քաղաքապետը գտնում է, որ հարկավոր է օր առաջ ստեղծել լուծարային հանձնաժողով, որը կզբաղվի խնդրով։ Մեկ կողմից լուծարային հանձնաժողով ստեղծվի, լուծարային հանձնաժողով որոշի ուսումնասիրի Հարգելի ավագանիներ, վերջը մենք գործու այգի ճակատագիրը պետք է որոշենք, թե չէ։ Մենք պետք է հասկանանք, թե լավ, ինչ կարգավիճակում է գտնվում գործի այգին։ Կարող ենք սա գոնել լուծարային հանձնաժողով ստեղծել եւ ուսումնասիրել ձեր միջոցով։ Գյումրու ավագանին Սամվել Բալասանյանի առաջարկին կողմ չքվեարկեց այնքան ժամանակ, մինչև որ որոշման նախագծում փոփոխություն կատարվեց։ Նշենք, որ ըստ տեղեկությունների քաղաքային զբոսայգի Փակbaşնետիրական ընկերությունը պատկանում է նախկին քաղաքապետի ընտանիքին։ Օրակարգի հաջորդ հարցով որոշվեց Գյումրու ավագանու կողմից հատուկ ուղեր ցղել Հայ ջրմուղ-կոյուղի ընկերության գլխավոր տնօրեն եւ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենին, որով պահանջվում է Գյումրու փողոցների բարեկարգման հատուկ կանոնակարգ մշակել։ Նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սամվել Բալասանյանն առավել մանրամասն անդրադարձավ նոր ջրամատակարար ցանցի անցկացման պատճառով քաղաքում ստեղծված ընդհանուր իրավիճակին։ Դրանում ըստ նրա իր մեղքի բաժինն ունի նաև քաղաքային իշխանությունը։ Այն, որ ասենք թերացան ջրաշինարարները, այդ երկու կազմակերպությունները, այդտեղ իհարկե բնականաբար մեր մեղքը նույնպես կար, որովհետև մենք ճիշտ ասած վերահսկողական այն ֆունկցիան, որը պետք է կատարվել, պետք է հաշվի առնենք նաև ստոր գետնյա ջրերի հետ կապված խնդիրը, ջրհեռացման հետ կապված խնդիրը։ Քաղաքապետից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ պատճառով փողոցներում ստեղծված անբարեկարգ վիճակի համար Գյումրու ավագանին ուղերձով չի դիմում Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու գումարային հատկացումներ պահանջում։ Սամվել Բալասանյանն ասում է, թե պետական բյուջեի միջոցները սուղ են։ Դե հիմա պետության հնարավորությունը այդ կան, ինչքան որ հնարավորություն ունի տալիս է։ Իհարկե, եթե լրացուցիչ եղավ, օրինակ տեսեք, մենք հերու ունեցանք, հյուր ունեցանք եւ կարողացանք օտանավակայանի ճանապարհը ասֆալտապատել։ Վերջում Սամվել Բալասանյանը հայտարարեց, թե Շիրակ ջրմուղ-կոյուղու եւ շինարարական կազմակերպությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մինչև հոկտեմբեր ամիս նորոգվեն ու բարեկարգվեն այն փողոցները, որոնք քանդվել են նոր ջրագծերի անցկացման պատճառով։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։